Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում մեր շատ սիրելի տաղանդավոր եւ պարկեշտ գործընկեր Վահագն Ալեքսանյանի թեկնածությանը։ Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Խորհրդարանը 2 օր տևած քննարկումից հետո այսօր ընտրեց նաև ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալին։ Առաջադրված էր քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանը, նա ընտրվեց 62 կողմ 27 դեմ ձայներով։ Շնորհավորում ենք, պարոն Ալեքսանյան։ Դեմ քվեարկածները ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներն էին։ Քվեարկությանը նախորդած փուլում իրավիճակը խորհրդարանի դահլիճում փոքրինչ լարված էր։ Այսօր ամբողջ օրը падգամավորները ելույթներով էին հանդես գալիս, հերթագրված 4 տասնյակից ավելի падգամավորներից մեծ մասի ելույթներն այսօր էին։ Իրավիճակը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս փոքրինչ լարվեց, երբ ելույթ ունեցավ Տարոն Չախոյանը եւ ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներին ըստ էության անվանեց Գյորմամիշ, մեջբերում եմ իր բառը։ Հիմա մենք ենք Գյորմամիշը, թե դուք, որ տարել եք վեհարանում, ձեր առաջնորդի նկարն եք փակցրել։ Այս ամեն ինչը ձեր հետ նույն արժեհամակարգը նաև կիսում է կտրիչ Ներսիսյանը։ Հիմա հասկանանք ով է Գյորմամիշը։ Լրություն, հարգելի գործընկերներ, պարոն Չախան, ներողություն, հարգելի գործընկերներ, մի րոպե, լրություն, լսեք մի հատ, հարգելի գործընկերներ, լրություն։ Սա նաև այն բառն է, որ երեկ էր օգտագործել էր ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով իշխանական падգամավորներին։ Մարդիկ չտես Գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն։ Տարոն Չախոյանի ելույթից հետո վրդովված ազգային ժողովի նախագահին դիմեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Մի հատ մենք այստեղ հորդ ունեցանք, ով շատ սխալ արտահայտություններ իրար թույլ տվեց ու դուք իրան չկանգնացրիք։ Թող հորթը իրան հորթի պես չպայի, դեմը սխտե Պարոն Կարապետյան, մի վարքյան։ Ես ես նախազգուշացում անջատեք պարոն Կարապետյանի խոսափողը։ Պարոն Կարապետյան, ես թույլ չեմ տալու ստեղ որևէ падգամավորի վիրավորել որևէ падգամավորի։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Նարեկ Կարապետյանի միջև այս խոսակցությունը շարունակվեց նաեւ արդեն քվեարկությանը զուգահեռ, որը ընթանում էր նիստերի դահլիճինքից սրահում։ Հիմա մարդիկ իրան զուսպ են պահել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն պահելու, որովհետև անգամ մարդիկ ոչ թե զուսպ չեն տալ, 10 անգամ ավել զուսպ չեն պահել։ Ոչ մեկ իրավունք չունի կանգնի ամբողջ խմբակցությանը, այսպիսի արտահայտություններ անի։ Որևէ մեկին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դու չեմ տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո sense բաներ ուշադիր եղեք։ Ես գիտեմ ուշադիր ոնց կլինեն։ Հետո միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտարարեցին առանձին թե Ռուբեն Ռուբինյանը, թե Նարեկ Կարապետյանը։ Բնականաբար սկզբից սկսած ոչ մի հայտարարություն չեմ ողջունում, բայց վերջինը ամենասուրն էր եւ ես նախազգուշացում եմ հայտարարել պարոն Կարապետյանին։ Ես կարծում եմ, որ եթե նման վարկը կրկնվի, քաղաքացիական պայմանագիրը կարող է կամ վստահաբար նույն զսպվածությունը չի ցուցաբերի, այսքանը։ 10 րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով 5 րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Արդեն ազգային ժողովի դահլիճում ազգային ժողովի նախագահը դիմեց կրկին падգամավորներին, առաջարկեց կրկին պահել բարեկրթության կանոնները, որը նիստերի մեկնարկից հետո պարբերաբար իշխանական падգամավորները դիմելով ընդդիմադիրներին կոչ են անում պահել։ Մենք ստիպված էինք արձագանքել, որովհետև 5 րոպե շարունակ ձեր ֆրակցիայի падգամավորը ուղղակի առանց խոչընդոտ 5 րոպե շարունակ օգտագործում էր վիրավորական արտահայտություններ եւ մեր նախագահողը ձեր բացակայությամբ ոչ մի ձև չէր զսպում։ Այս ձևաչափով մեր հետ շփվելը դա առողջ չէ, իսկ դրա պատասխանը, պարոն Ռուբինյան, ամենայն հարգանքով դուք պետք է տայիք ավելի կոշտ։ Պարոն Չախոյան, ես խնդրում եմ խոսել մեր սահմանված կանոնների շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ ձեզ վիրավորել են։ Ես հիմա խոսքը տալիս եմ ձեզ, խնդրում եմ խոսեք այնպես, որպեսզի մենք ավարտված համարենք այս միջադեպը։ Համեցեք։ Շատ ներողություն, բայց ես մեղավոր չեմ, որ ուժեղ Հայաստան
խմբակցության առաջնորդը մեր հասցեին այդ տեսակ բառեր է օգտագործում։ Ու ընդհանրապես էական չէ դա, այս ամբիոնից է հնչել, թե ընդհանրապես խորհրդարանի շենքից դուրս։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այսքանով ես առաջարկում եմ միջադեպը համարել սպառված։ Խորհրդարանականներ աշխատանքը կշարունակեն վաղն արդեն կքննարկվի փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածու Արամ Վարդևանյանի առաջադրման հարցը։